Իշխանական падգամավորը ազգային ժողովում ամբիոնից հայտարարեց, թե ինքը չի հավատում, որ պաշտոնական ներկայացուցիչները, ավտոներկրող եւ վաճառող դիլերները 2 ամսում ընդամենը 300-ի հասնող էլեկտրամոբիլների գործարք են իրականացրել, եւ որ ֆիզիկական անձանց տրամադրված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան 5000-ի չափ սպառվել է։ Ես դրան չեմ հավատում, կներեք, իմ մոտ տպավորությունն է, որ պաշտոնական դիլերները ուղղակի պետությանը, քաղաքացիներին մոլորեցնում են, այսինքն իրանց գումարն աշխատում են, լրիվ նույն կերպով մեքենաները բերում են, ուղղակի գրանցումը անում են ֆիզանձանց անունով, ու իրանց քվոտաներին ձեռ չեն տալի, տակ պահում են ֆիզանձանց քվոտան սպառելու համար, ու հետագայում արդեն ունենալով մենաշնոր փաստացի, քանի որ ֆիզանձով էլ չի լինում բերել, գները մի հատ էլ բարձրացնելու։ Պաշտոնական դիլերների թեման շարունակելով падգամավորը հարց է բարձրացնում, այդ ներկայացուցիչներն օրինակ մեքենաների դիմային հատվածի պաշտպանիչ բամպերներ վաճառում են։ Տեսել եք ապաների գները ուր է հասել։ Ինչի հաշվին է ասել, գնում են Չինաստանից ամեն տեսակ մեքենա բերում են դիլերի անվան տակ, բայց այդ դիլերին, որ հարցնես բամպեր ունես, եղբայր մեքենայի ամենաշատ վթարվող դետալը, բամպեր ունես, չունի։ Այդ բամպերի գինը եսիմ ինչքան արժի, դրա համար անխտիր բոլորի ապաները թանկանում է։ Падգամավորների բարձրացրած խնդրին անդրադարձավ ֆինանսների փոխնախարարը, հայտնելով, որ իրենց գերատեսչությունը եւս վերջին 15 օրերի ընթացքում ստացել է այդպիսի ահազանգեր։ Իհարկե կա այդպիսի վարկած, որ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները ինչ որ դրվագներում գուցե այդպիսի վարկագիծ են դրսևորել, դա դեռ պետք է գնահատել, հասկանալ։ 4 տարի առաջ որոշվեց, որ մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերի եկամուտները պետական պարտատոմսերի օրինակով ազատվեն եկամտային հարկից։ Այդ ընկերություններին տրամադրված արտոնության ժամկետը դեկտեմբերի 31-ին լրացել է։ Ազգային ժողովի падգամավորներն ու ֆինանսների նախարարությունն առաջարկում են եւս 3 տարով երկարացնել այդ արտոնությունը։ Падգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ կան ընկերություններ, որոնք արժեթղթեր են թողարկել երկարաժամկետ, նրանք կարող են արդյոք օգտվել այդ արտոնությունից։ Եթե 22 թվականին 10 տարանոց պարտատոմս է թողարկվել, մինչև 2032 թվականը դրանից ստացված եկամուտը ազատվում էր եկամտային հարկից։ Հիմա այս կարգավորմամբ մենք կոնսենսուսային մոտեցում ենք որդեգրել, այսինքն ասել ենք եւս 3 տարի բոլորի համար չի լինի եկամտային հարկ, 3 տարուց հետո բոլորի համար կլինի, այդ թվում նաև նրանց համար, որոնք որ թողարկվել են նախկինում։ Մի բան, որ լավ եք անում, բայց անպայման հետը մի բան ուզում եք վատ անեք, այդ մի արեք, էլի, հիմա էս է խնդիրը։ Այսինքն հիմա մարդիկ օբյեկտիվորեն գիտեին մինչև 2030 թիվը, 32 թիվը ազատված են։ Հիմա բերել եք 3 տարով արտոնության ժամկետը ավելացնում եք, բայց անդրադառնում եք։ Սա ընդունելի մոտեցում չի, մանավանդ հետադարձ ուժ եք փաստորեն տալիս։ Նախագծի հեղինակները իրենք էլ խոստովանեցին, որ սահմանափակում են մտցրել այդ ընկերությունների համար, սակայն հնարավորություն են տալիս նրանց նոր պարտատոմսեր թողարկել, ազատվելով եկամտային հարկից 3 տարով։ Նախագծի հեղինակները պարզաբանում են, արդարության սկզբունքից ելնելով են գնացել այդ քայլին։